Կցանկանամ միասին բացենք Հոբի գիրքը։ Ասա Վազգեն եղբայրան ինչ հավես ունես, ես քիչ դեպրեսիայի մեջ ենք, քիչ ծանր տպավորության տակ հիմա է Հոբ։ Գիտեք, Հոբի գիրքը ամենևին էլ տխուր գիրք չի։ Այո, այն ինչ պատահեց Հոբին տխուր էր։ Ոչ ոքս չենք ուզենա Հոբի օրն ընկնենք։ Բայց Հոբի գիրքը մխիթարող, քաջալերող, օրհնություն տվող եւ հուսադրող գիրք է մեզ համար։ 22-րդ գլխի մեջ Հոբի ընկերներից մեկը, որը Աստծո մարդ էր, եւ ընդհանրապես Եղիփասի օրհնությունները, խորհուրդները ինձ համար շատ գնահատելի են, շատ իմաստուն էր, եւ մարգարեական էր, եւ Աստծուց ներշնչված էր, եւ 21-րդ խոսքում մեջ Հոբին մի խորհուրդ տվեց. Աղե, այսինքն ահա, այսինքն շուտ արա, այսինքն սա հրատապ է, ինչ արա, բարեկամացիր նրա հետ եւ խաղաղություն արա, դրանով բարիք կգա քեզ մոտ։ Երբ որ երեք այս խոսքը ես հայտնաբերեցի երիտասարդական ծառայության ժամանակ շատ պատահական ուրիշ բան էի մանգարիս այդ խոսքի վրա կանգառա, ես իրոք քարացա այդ պահին։ Եվ իմիջիայլոց ասեմ մեր երիտասարդականները առիթից օգտվում ասեմ հրաշք են։ Բաց մի թողեք, սելի երիտասարդներ, որովհետև ամեն մի ժողովը շատ ունիկալ է եւ մեր մեջ բաներ է փոխում։ Եվ երբ որ երեկոյան Գայանեի հետ էի կիսվում, ասում եմ ուզում եմ այստեղից քարոզեմ, Գայանեն կեսկատակ ասես գործ չունես։ Գիտեք ինչու, որովհետև ամեն քարոզիչ չի որ ռիսկ անի Հոբի գրքից խոսա։ Որովհետև եթե մտնես այդտեղ առանց Սուրբ Հոգու դու կխճճվես պարզապես, այդպես է Արտակ եղբայր, հա, մենք փորձել ենք եւ խորն է, անհատակ է, եթե Սուրբ Հոգին քեզ այդտեղ չառաջնորդի, դու ուղղակի կխճճվես, դրա համար եթե այսօր մի բան չստացվի, ինձ ներեք։ Բայց ես վստահում եմ Սուրբ Հոգուն, որ նա ինձ պիտի առաջնորդի։ Եվ որոշեցի այսօր ռիսկի դիմեմ։ Ուրեմն նորից կարդանք այդ խոսքը։ Այսպիսով բարեկամացիր նրա հետ եւ խաղաղություն արա, կամ մեկ այդտեղ գրված է կունենաս խաղաղություն, գործիր խաղաղություն, կգործես խաղաղություն։ Հիշում եք 80-ականների վերջում 90-ականների սկզբում մի հատ լավ երգ կար. Ղարաբաղցի, դու նրա հետ ինչ արա, ընկերացիր, ընկերացանք, ինչ եղավ արդյունքում, խաղաղություն կորցրեցինք։ Իհարկե չենք փոշմանել դրա համար, որովհետև Ղարաբաղցիները մեր եղբայրներն են, մեր քույր եղբայրներն են, եւ այնտեղ ասում են լավ Ղարաբաղցին ինչ կանի քո համար, կյանքը կտա Ղարաբաղցին։ Բայց թեմայից շեղվեցինք։ Աստծո խոսքն ասում է բարեկամացիր նրա հետ, որի արդյունքում կունենաս խաղաղություն։ Այսինքն Աստծո հետ մտերմություն արա։ Մենք այս տարի հայտարարել ենք ինչ տարի Աստծո հետ մտերմության տարի, Աստծուն ճանաչելու տարի եւ Աստծո հետ մոտիկություն անելու տարի։ Եթե Աստծո խոսքն ասում է բարեկամացիր Աստծո հետ քույրս եղբայրս, նշանակում է որ շանս կա մեզ համար Աստծո հետ բարեկամանալու։ Եթե Աստծո խոսքը մարդուն է ասում բարեկամացիր, նշանակում է ընկած մարդը, մեղավոր մարդը ոչ թե Աստծո բարեկամն է, այլ Աստծո ինչն է, Աստծո թշնամին է։ Այդպես է ասում Աստծո խոսքը։ Հիսուս Քրիստոս եկավ մի նպատակի համար, որ ընկած մարդկության ինչ անի, վերականգնի եւ հաշտեցնի Աստծո հետ, որովհետեւ մենք խռով էինք Աստծուց, որովհետեւ Աստված ինքն էր խռով մեզանից, մեր ապստամբության պատճառով, մենք կոտրել ենք նրա սիրտը, մենք պատ ենք շինել մեր մեղքերով, մենք ծածկել ենք մեր երեսը նրանից, մենք Ադամի պես փախանք ու թփերի արանքում պահկվեցինք նրանից, թաքնվեցինք, որ նա մեզ չտեսնի։ Բայց Հոբի գիրքը մեզ քաջալերում է, ահա ասում է հիմա է պահը, շտապիր, բարեկամացիր նրա հետ։ Աստվածաշնչում մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր կոչվեցին Աստծո ինչերը, Աստծո բարեկամները, Աստծո ընկերները։ Ինչքան Աստծո ընկերներ գիտեք, կարող եք իրենց անունները տալ։ Հոբը, Նոյը Աստծո ընկերն էր, որովհետև Աստված չթաքցրեց ոչինչ Նոյից։ Դանիել Աստծո ընկերն էր։ Ենովք ասում է այնքան մոտիկ էր Աստծուն, այնքան մոտիկից էր ընկերություն անում նրա հետ, որ քայլեց Աստծո հետ, հետո ինչ եղավ, տանից դուրս եկավ եւ այլևս չվերադարձավ։ Ինչ ասեց Աստված, ասեց Ենովք, ես քեզ չեմ հանդուրժի երկրի վրա ունենաս,
Ես ուզում եմ քեզ տանեմ ինձ մոտ, դու այնքան լավ մարդ ես, այնքան լավ ընկեր ես, ես ուզում եմ դու հենց իմ կողքը լինես։ Եվ ասում եմ, առաջի հափշտակությունը, որ եղավ երկրի վրա, Ենովքի հափշտակությունն էր։ Աստված առավ նրան, Աստված տարավ։ Մենք այս վերջերս Նայրայի հետ մի հատ թարգմանություն էինք անում Դերեկ Պրինսից, որ շատ գեղեցիկ բան է խոսում։ Հիշում եք Հիսուսն ասում է, ես ինչպես եմ գալու, գողի պես եմ գալու։ Նա գողի պես է գալու, բայց նա, գիտեք, երբ որ գողը գալիս է, տանում է այն ինչ որ իրենը չի։ Դրա համար նա կոչվում է գող։ Հիսուսը գալու է գողի պես, բայց նա գող չի։ Նա տանելու է այն, ինչը իրենն է։ Հզոր խոսք է, չէ՞։ Նա չի տանի ուրիշինը։ Եթե դու իրենը չես, եթե դու օտարացած ես նրանից, եթե դու խորթ ես նրանից, նա քո հետ գործ չունի։ Նա կտանի այն, ինչը փրկագնված է իր արյունով եւ իր սեփականությունն է։ Դա համար այսօր կուզենամ մենք նրան պատկանենք ամբողջովին, լիովին, նրա սեփական տարածքը լինենք։ Նոյը, Մովսեսը Աստծո ընկեր կոչվեց։ Տեսեք ինչ է ասում Ելից 33:11-ը, ասում է եւ Եհովան խոսում էր Մովսեսի հետ դեմ առ դեմ։ Գիտեք դեմ բառի արմատը կամ դեմ բառից ինչ է առաջացել, դեմք բառը, երես բառը, այսինքն իրանք այն ընկերներն էին, որ երես առ երես են իրար հետ խոսում, ասում է ինչպես մի մարդ իր բարեկամի հետ կխոսեր։ Ահա Աստված ինչպես էր խոսում Մովսեսի հետ, եւ բարեկամի հետ ինչպես ես խոսում, այսինքն դու կիսում ես քո սիրտը, դու բաժնեկցում ես նրա հետ քո ցավերով, քո խնդիրներով, եւ Եհովան էլ ինքը ինչպես էր խոսում Մովսեսի հետ, հենց այդպես։ Հիշում եք ինչ էր ասում Մովսեսին։ Հոգնել եմ այս ժողովրդից։ Ինչ էր ասում Մովսեսն իրան։ Հոգնես, չհոգնես, իրանք քո ժողովուրդն է։ Տեսեք ինչ ռիսկով էին իրանք իրար հետ զրուցում, կամ մեկ այլ անձնավորություն, Աբրահամը, որ կոչվեց Աստծո ընկեր, մոտենանք Աբրահամին եւ ասենք Աբրահամ հետ ոնց դու կոչվեցիր Աստծո բարեկամ, Աստծո ընկեր, ինչ արեցիր, ոնց ընկերացար Աստծո հետ, որ Աստված ինչ ասեց, միթե ես կարող եմ ինչ անել, Աբրահամից ինչ որ բան թաքցնել, ընդ որում Աբրահամը իմ ընկերն է։ Ո որքան բարձր կոչում, կոչվել Աստծո բարեկամ եւ Աստծո ընկեր։ Աբրահամ ինչպես կոչվեցիր Աստծո ընկեր։ Հակոբոսը դրան պիտի պատասխաներ Աբրահամի կողմից եւ 2:23-ը Հակոբոս հետեւյալն է ասում. կատարվեց գրքի խոսքը, որ ասում է. եւ Աբրահամը հավատաց Աստծուն եւ արդարություն համարվեցավ նրա համար եւ շարունակությունը 3-րդ գործողությունը 3-րդ սերիան եւ Աստծո բարեկամ կոչվեց։ Հավատաց, արդարացվեց դրանով եւ Աստծո բարեկամ կոչվեց։ Աստծո բարեկամ լինելու համար ինչ է պետք։ Պարզապես պետք է հավատալ նրան։ Հավատալ ոչ թե ինչպես աշխարհն է հավատում, ոչ թե ինչպես դևերն են հավատում, այլ հավատքի մեջ կա հավատարմություն։ Այս հավատքի մեջ կա վստահություն, որ վստահ ես Աստծուն։ Երեք մենք այստեղ երիտասարդականով շատ հետաքրքիր մի Արմանը զվարճալի խաղ առաջարկեց մեզ, երիտասարդով խաղացինք, նա իմ աչքերը կապեց շարֆով եւ փորձում էր ինձ տեսնել եւ իմ առաջ էր բերում եկեղեցու երիտասարդներն, ասում է շոշափելով իմացի թե ով է։ Իհարկե քննությունը լավ չհանձնեցի, մենակ իմ կնոջը լավ կարողացա գտնեմ, որովհետեւ ես շոշափելու բան չունեմ, Արման ջան, սովորություն չունեմ մարկանց, բայց դա չի էականը, նա կապեց իմ աչքերը, ես մի անգամից կորցրեցի ինձ բեմի վրա։ Հենց այդ պահին, երբ որ իմ աչքերը կապվեց, ես ինձ կորցրեցի։ Ես չէի հասկանում հիմա ինչ է կատարվում, որտեղ եմ ես, եւ Արմանն ասաց, ձեռքը տուր, ես քեզ հիմա մի հատ տեղ եմ տանում։ Եվ իմ հաշվարկով ինձ թվում է, այսա կտանի կգցի ինձ տեղից ինձ, այս դինամիկի վրա ես կբարձրանամ, ու ինքը ինձ ասում էր, Վազգեն եղբայր, վստահ ինձ։ Ես ինչ էի իրան ասում, Արման ջան, ասում էր, Արման, չեմ կարող քեզ վստահեմ։ Եվ իսկապես շատ դժվար էր։ Գիտեք, Աբրահամի հավատքը սա էր։ Եբրայեցիների թուղթն ասում է, Աստված միտեղ տարավ նրան, որ ինքը երբեք չէր տեսել, չէր լսել, չգիտեր ուր է գնում։ Երբեմն մենք մեր աչքերը կապվում է նման ձևով եւ Աստված բռնում է մեր ձեռքը եւ ասում է լսի, դու ինձ վստահի։ Չէ Աստված ջան, այդքան էլ գիտես չարժե այդքան ռիսկի դիմել։ Ոչ, դու ինձ վստահի, ես քեզ անդունդներով կտանեմ, քեզ չար բան չի պատահի։
Ես քեզ կտանեմ կրակի միջով չես այրվի։ Ես քեզ կտանեմ ջրերի միջով չես խեղդվի։ Ամեն։ Մենք պետք է վստահել նրան պարզապես։ Եվ այդ ժամանակ մենք կկոչվենք նրա բարեկամ։ Արման ջան, կներես, բայց ես քեզ իմ ընկերն եմ համարում, բայց ուղղակի կաճենք վստահության մեջ։ Մյուս անգամ ես քեզ լրիվ եմ վստահելու։ Աբրահամը կոչվեց Աստծո բարեկամ։ Էլով է, այստեղ կա մեկը տենց ռիսկով, որ կուզենա կոչվի Աստծո ընկերն ու բարեկամը։ 15 վայրկյան եմ տալիս։ Երկար եք մտածում եք քիչ։ Այո։ Սա մեծ կոչում է, որ Աստված մեկի մասին խոսի եւ ասի իմ ընկերն է, լավ իմացեք, Արտակն իմ ընկերն է, Մխիթարն իմ բարեկամն է, եւ այս դավանանքը հրեշտակների առաջ է եւ դևերի առաջ է։ Եթե ուրեմն կարող են կոչվել Աստծո բարեկամ, կան մարդիկ նաեւ ովքեր կոչվում են Աստծո ինչ, Աստծո թշնամիներ։ Հակոբոս 4:4 խոսքը ասում է շնացողներ, ես չի ասում։ Ուղղակի ասում է. շնացողներ, չգիտեք, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ, արդ ով որ կարողանա աշխարհի բարեկամ լինել, իր անձը Աստծո թշնամին կանի։ Դրա համար ես կուզենամ նախ բացասման օրենքով նայենք, ինչպես չլինեմ Աստծո թշնամի, հետո կնայենք ինչպես լինեմ Աստծո բարեկամ։ Բայց մի հարց, ինչպես լինեմ Աստծո թշնամին։ Այդ էլ հետարքիր քաոզի թեմա է։ Օրինակ 6 քայլ Աստծո թշնամին դառնալու համար։ 6 քայլ պետք չի, ընդհանրապես մի քայլ է պետք։ Աշխարհի հետ բարեկամություն անելը, աշխարհի հետ խնամություն անելը, աշխարհի հետ տալ առնելիք ունենալը, աշխարհի հետ ծածուկ սիրախաղեր անելը, որ աշխարհի մասն է խոսքը, ոչ թե այս նյութական, այս երևացող աշխարհի, այլ մեղքի աշխարհի, գայթակղության աշխարհի, խավար աշխարհի, որը չունի Աստված եւ ընկերակցություն անել է նման իրականության հետ, մենք կդառնանք Աստծո թշնամին։ Հնարավոր է, որ Աստված մեկի հետ թշնամանա։ Որտեղից իմացանք։ Աստծո խոսքն է ասում։ Եվ վայ այդ մարդուն, ով Աստծուն իրեն թշնամի կդարձնի։ Վայ այդ մարդուն, դրա համար ողորմություն եւ պրծում այլևս չկա։ Աստված ասում է Աստծո խոսքը հակառակ է կենում։ Մարդկանց կատեգորիա կա, որոնց Աստված հակառակ է կենում։ Այսինքն մեր ժամանակակից լեզվով ասած Աստված թարսվում է իրենց հետ։ Կարող ենք այդպես ասել։ Ում հետ է Աստված թարսվում։ Ամբարտավանների, ամբարիշների, հպարտների, գոռոզների, անհնազանդների, որը կռապաշտություն է, չէ, ապստամբների հետ Աստված թարսվում է։ Եվ ծուրերի հետ ծուր է, այո, եթե դու հակառակ ես, նաև քեզ հակառակ կկանգնի։ Անհավատի համար սելներ ավելի մեծ ողորմություն կա, քան այն հավատացյալի համար, ով աշխարհի հետ բարեկամություն է անում։ Այդ անհավատի համար ավելի մեծ շանս կա, ավելի մեծ ինքը ավելի շահավետ դիրքում է գտնվում, որտեղ Աստծո ողորմությունը դեռ գործում է իր համար, քան այն հավատացյալի, ով չարաշահում է Աստծո բարեկամությունը եւ միաժամանակ երկու տերերի հետ է ուզում սիրախաղ անել։ Հիմա հարց, ինչպես բարեկամանամ Աստծո հետ։ Խորհուրդ տվեց Հոբի ընկերը, բարեկամացիր Աստծո հետ, ինչպես բարեկամանամ։ Այս հարցին պիտի պատասխաներ ամենալավը, ով պիտի պատասխաներ, ով է մեզ բարեկամացնում Աստծո հետ, ով է մեզ հաշտեցնում Աստծո հետ։ Այո, Հովհաննես ավետարան 15-րդ գլխի մեջ մեր ընկերը ինչ պիտի հայտարարեր։ 14-րդ խոսքում ասում է. դուք իմ ինչն եք, բարեկամներն եք։ Չկա ուրիշ ոչ մի կրոն սիրելներ, որտեղ այդ կրոնի հիմնադիրը, Աստված այդ կրոնի հայտարարեր, գաղափարակ խոսը հայտարարեր, որ իմ հետևորդներն, իմ բարեկամներն են, ընդհակառակը։ Մեր քթի տակ մի կրոն է այսօր փչացնում ամբողջ աշխարհը, ահաբեկում ամբողջ աշխարհը, որը կոչվում է իսլամ։ Գիտեք ինչ է կոչվում իսլամ թարգմանաբար, կոչվում է հնազանդություն։ Բռնի ուժով, հակառակ մարդու կամքին հնազանդություն, վախի միջոցով հնազանդություն։ Բայց սա չէր Հիսուսի նպատակը։ Կրոնը մարդկանց ստրուկ է դարձնում։ Կեղծ կրոնները մարդկանց դարձնում է ստրուկներ, դարձնում է ծառաներ, նվաստացնում է կրոնը մարդուն։
Մի հատ տեսեք կրոնա իր ավանդույթներով մարդուն ինչեր է անում, ինչերի մեջ է գցում, կգնաս 7 սարի հետևում 7 ոչխար կընտրես, հետո 7 անգամ կպտտվես մի հատ վանքի շուրջը, կտանես 7 տուն կբաժանես, սա ինչ է, սա ստրկություն է, սա գերություն է և սատանան նայում և ծաղրում է այդ մարդուն, ծիծաղում է նրա վրա, կրոնը մարդուն ստրկացնում է, բայց Հիսուսը մարդու ընկերն է դառնում, հալելույա, նա բարեկամանում է մարդու հետ, դրա համար Հիսուսին անվանեցին մեղավորների և մաքսավորների ընկեր և բարեկամ, դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ, այլևս ծառա չեմ ասում ձեզ, ինչ հրաշալի խոսքեր, չէ, այսինքն մինչև այդ դուք ինձ ծառայեցիք, բայց հիմա ես եմ ձեզ ծառայելու, դուք այլևս իմ ծառաները չեք, ես ձեզ այլևս ծառա չեմ ասում, թեպետ մենք հավերժ մեր Տիրոջ ծառաներն ենք կամովի, այլևս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտի, թե Տերն ինչ է գործում, բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետև ամեն ինչ որ լսեցի իմ հորից, իմացրի ձեզ։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ, ասենք փառքես Տեր քո ընտրության համար։ Եվ ձեզ դրեցի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորից խնդրեք իմ անունով տա ձեզ։ Հիմա Հիսուսն ասաց. դուք իմ բարեկամները կլինեք մի պայմանով, եթե անեք ինչ որ ձեզ պատվիրում եմ։ Հարց այստեղ, Հիսուս, ինչ ես մեզ պատվիրում։ Եվ 17-րդ խոսքն ասում է, սա եմ պատվիրում ձեզ, որ իրար սիրեք։ Ես լինեի Հիսուսի տեղը, չնայած փառք Աստծո, որ չեմ եւ չեմ լինի, մեկ այլ մարդ ներկասեր, սա եմ ձեզ պատվիրում, որ ինձ սիրեք, ինձ շատ սիրեք, ինձ շատ նվիրվեք, բայց այդ պատվերը ինքնակենտրոն չէր, այդ պատվերը ուղղված էր նրանց, ովքեր սիրում են Աստծուն, մենք է պետքա սիրենք, այդ անձնավորություն են, սա են պատվիրում ձեզ, որ իրար սիրեք։ Աստծուն սիրելը երբեմն հեշտ է, չէ։ Այնքան բան է արել մեզ համար, ոչ չսիրեմ։ Լիքը բան է արել մեզ համար։ Իր որդուն զոհեց ինձ համար, կյանք տվեց ինձ, բժշկեց, ոնց կարամ չսիրեմ ես իրան։ Հա բայց Մխիթարին են չի սիրեմ։ Ինչ արել ինձ համար ինքը։ Ես սիրում եմ Հիսուսի խաթր, որովհետև դա նրա պատվերն է, իսկ ես ուզում եմ կատարեմ այդ պատվերը, անկախ արածից պիտի սիրեմ, որովհետև եթե սիրեմ, ես կկոչվեմ ինչ, Աստծո բարեկամ կկոչվեմ։ Նա պատվիրեց իրար սիրել, եթե ես չհաղորդակցվեմ Մխիթարի հետ, եթե ես եկեղեցու մեջ չլինեմ, ոնց սիրեմ մյուսներին ու կատարեմ Հիսուսի պատվերը։ Մի երկու օր առաջ մի քույր ինձ գրում է, ասում է Վազգեն եղբայր, ես ապաշխարում եմ, ձեր պատգամներն եմ նայում տանը, հենց սենց էլ կոմպյուտերի առաջ, ես սենց կապաշխարեմ, ինչ լավ է։ Ես իրան գրում եմ, ասում եմ քույր, դա բավարար չի պարզապես հաղորդումները նայես, քարոզները նայես, դու պիտի եկեղեցի գնաս։ Եվ ասում եմ, ոչ, սենց էլ է լավ, ես կոմպյուտերի առաջ դուք ինձ մատակարարում եք, ես էլ ուտում եմ, ճաշում եմ, օրհնվում եմ, շատ լավ է սենց։ Եկ այդ մարդը երբեք իր սերը չի կարող կոմպյուտերի առաջ ցույց տալ մեզ, այդպես է թե չէ։ Նա չի կարող Facebook-ով ասել, ես ձեզ այնքան շատ եմ սիրում, գժվում եմ ձեզ համար։ Հեռվից սիրելը շատ լավ է, շատ հեշտ է։ Տեսել եք հարս ու կիսուր ոնց են հեռվից իրար սիրում։ Իսկ տեսել եք ոնց են մոտիկից իրար սիրում։ Ջերմ, ասենց ջերմեռանդորեն։ Հենց նորից էլի հեռանում են իրարից։ Իմ հարսը ամենալավ հարսն է, համեստ, խոնար, իրա նմանը չկա։ Հենց մոտենում են իրար, համար մեկը պիտի լինի, որ մեջտեղում միշտ բաժանարար գործ ունենա։ Մենք պետք է իրար սիրենք, ասեց Հիսուսը, նոր սա է պայմանը, այդ դեպքում կլինեք իմ բարեկամները։ Ուրեմն ինչպես սիրեմ, եթե ես եկեղեցու մեջ չլինեմ, եթե ես չհաղորդակցվեմ Աստծո սուրբերի հետ, ես չեմ կարող պարզապես այդ սերը ցույց տալ։ Հակոբոս 4-րդ գլխի մեջ մեկ այլ խորհուրդ է մեզ տալիս Հակոբոս առաքյալը 8-րդ խոսքում կոչ է, կարծես Հոբի ընկերոջ խոսքի շարունակությունն է, ասում է մոտեցեք Աստծուն եւ նա ինչ կանի, կմոտենա ձեզ։
Սերներ, եթե հնարավորություն չլիներ Աստծուն մոտենալու, Աստծո խոսքը մեզ չէր պատվիրի մոտենալու Աստծուն։ Իսկ այս խոսքայինն է, որ մենք ամեն օր մեզ պիտի ասենք, որ չկա մի շեմ, չկա մի մակարդակ, որ ասեմ հերիք է, ես արդեն շատ եմ մոտեցել Աստծուն։ Որքան նրան մոտենում եմ, այնքան ավելի եմ ուզում նրան մոտենալ։ Ամեն։ Այնքան ավելի եմ ուզում նրան ճաշակել, նրան ճանաչել, նրա հետ մտերմություն անել, մոտեցեք Աստծուն։ Եվ կանգ չի առնում դրա վրա, շարունակությունն է ասում։ Գուցե այլ կրոններ պարզապես կախեն մեզ օդից անորոշության մեջ եւ ասեն մոտեցեք Աստծուն ու մեծ վերջակետ դնեն դրա վրա։ Դե ինչ կլինի դրանից հետո Աստված գիտի։ Բայց Աստծո խոսքը մեզ չի թողում անորոշության մեջ։ Մոտեցեք Աստծուն եւ նա ինչ կանի կմոտենա ձեզ։ Ով է երբևէ զգացել Տիրոջ մոտիկությունը իր կյանքի վրա։ Այնքան մոտ, որ կարծես իր շունչն էլ զգում ես, իր սրտի թրթիրն էլ զգում ես, իր հոգու ցավը զգում ես եւ իր մտերմությունը վայելում ես։ Գիտեք, մեր Աստված այնպիսին է, որ պարզապես համարձակորեն կարող ենք մոտենալ նրան։ Մարդիկ կան մեր կյանքի մեջ, երբեմն մենք ենք կարծես լինում այդ մարդիկ, որ մարդիկ վախենում են մեզ մոտենալ։ Կան այդպիսի մարդիկ։ Ասա ոչ չկան, այն իմ հարևանը, այն իմ բարեկամը, չէ, դու, երբեմն մենք էլ ենք այդպիսին լինում, չէ։ Տեսել եք պաստանցյաների վրա, առաջ շատ կար, հիմա չկա։ Մի հատ կմախքի գանգ էր, ցես գանգ էր։ Իրա վրա մի հատ ցես կայծակ էր քաշած ու տակը գրած էր, ռուսերեն գրած էր «Не влезай, убьет»։ Ու երբ որ փոքր էր, միշտ հարց էր իմ համար, ասում է, «Այդ որտեղ է այդ գանգը թաքնված, որ ինձ կսպանի»։ Այդ ո՞նց ինձ կսպանի։ Ու գիտեք, կան որոշ մարդիկ, որ իրանց ճակատին, իրանց դեմքին այդ գանգի արտահայտությունն են կպցրել, ու ինչ են ասում, չմոտենաս ինձ ինչ կանեմ, կխփեմ քեզ, կհոսանքահարեմ քեզ։ Իմ մեջի լարվածությունը այնքան ուժեղ է, ինչ չմոտենակ ոչ մեկդ։ Պաստանցյաների կողքով որ անցնում եք, մի հատ մեղեդի եք լսում, այդպես է թե չէ։ Մի հատ լավ տզոց է գալիս այդտեղից։ Ինչի մասն է այդ տզոցը խոսում։ Ոչ թե որ այդտեղ մեղու կամ ճանճ է անգել, այլ որ ներսում հոսանքի լարում կա։ Եթե դու սխալ վարվես, այդ հոսանքը քեզ կսպանի։ Երբեմն մենք էլ վերացում ենք դրան, ինչ չմոտենաս, որտեղ իմ ներսի բարկությունը, իմ տզոցը, իմ ջղայնությունը այնքան շատ է, որ սաղիդ կխփի։ Մեր Աստված այդպես ինչի։ Մոտեցեք Աստծուն եւ շարունակությունը նա կմոտենա ձեզ։ Ստեղ չկա վախ, չկա սարսափ, որ մոտենամ ինչ կլինի ինձ հետ։ Ես հիշում եմ մի անգամ Հրազդանում էի, մի ավանդական եկեղեցում էի գտնվում եւ ինձ վերջում խնդրեցին փակման աղոթք անել։ Եվ աղոթքս հետեւյալն էր, պատանի այդ ժամանակ էլ, բայց համարձակվեցի աղոթել, ասի Տեր ջան, խնդրում եմ, արի քո ներկայությունով, իջիր մեզ վրա, քո ներկայությունը թող գա, թող մենք զգանք քո ներկայությունը, զգում եմ, ամեն ասող չկա այդ խոսքին։ Հա, վերջում մի կերպ փակեցի աղոթքը, այդ եղբայրներից մեկը խոժոր դեմքով նայեց ինձ, ասեց. Եղբայր, դու վերջում անպայման կմնաս քո հետ խոսալու բան կա։ Երբ որ քեզ դες բան են ասում, միանգամից նորից ձախ կրծքավանդակում այդ փոքրիկ օրգանին չայլում սկսում է թփրտալ արագ։ Այն մոտ է ժամանակ սկսեց թփրտալ։ Եվ կանչեց ինձ ասեց. դու ինչ անխեղճ մարդ ես։ Ասի եղբայր ջան, ինչ եմ արել։ Դուրդ եկավ քո աղոթքը, դուրդ եկավ քո արածը, բա դու ստեղի տատիներին չես խղճում։ Ասում եղբայր ջան, ինչի համար։ Ասում եմ, ինչ աղոթք արեցիր դու։ Ասեցիր Տեր ջան, քո ներկայությունով իջի այստեղ, թող ամեն մեկը զգան քո ներկայությունը։ Այ եղբայր ջան, ասում եմ, գրված է Սինա լեռը, Աստծո ներկայությունից դղրդում էր։ Բա որ Տերն իշտես տատիների վիճակը ինչ կլինի, սաղ կմեռնեն։ Այդտենց աղոթք էլ չանես։ Դեք այդ եղբայրը կրոնավորության մեջ ինքը մտածում էր, որ Աստված այնքան անկառավարելի է, որ նա մեկին սպանի, հետո կասի, վայ կներեք, որ ձեզ տրորեցի, չէի նկատել ձեզ։ Աստծո ներկայությունը ոչ թե սպանող է, այլ ապրեցնող է, հակառակը քուրեր եղբայրներ, եթե այդ ներկայությունը չլինի, մենք կխեղդվենք ու կմեռնենք առանց այդ ներկայության։ Դրա համար այո Տեր, անխիղճ ձևով իջիր մեզ վրա։ Քո ներկայությունով մեզ պարուրիր, մեզ գրկի, բարուրիր, փաթաթիր մեզ այդ ներկայության մեջ ու կյանք տուր մեզ։
Մոտեցեք Աստծուն եւ նա ինչ կանի կմոտենա։ Երբ որ ես գիտեք, երբ որ մեկի հետ ես մոտիկ չեմ, մեր մեջ ինչ կա, դիստանցիա կա։ Այդպես է։ Եվ սովորաբար խոսքի մեջ ասում եմ, դե ես իր հետ այդքան էլ մոտիկ չեմ։ Հերվից մեկ-մեկ գործի տեղը տեսնում ենք իրար, հերվից բարևում ենք։ Բայց որպեսզի ես մեկի հետ ընկեր դառնամ, ինչ պետք է անեմ։ Որպեսզի Արմանի հետ ընկերանամ, ես պիտի իր տուն գնամ, իր հետ պիտի հաց ուտեմ։ Մի սփյուռքահայ գործարար էր խոսում, եւ ասում են, ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը, որ դուք Հայաստանում հաջողություն ունեք։ Եվ նա խորհուրդ է տալիս, ասում է, գիտեք իմ հաջողության գաղտնիքն այստեղ է, ասում է, հենց ուզում ենք Հայաստանում մի հատ գործ սկսեմ, այդ գործատուները մոտենում են ինձ, ասում են, արի միտեղ գնանք հաց ուտենք։ Ես ասում եմ, ոչ, հաց կուտենք այն գործարանում, որ կշինենք իր ճաշարանում։ Դրա համար ասում եմ, գործը միշտ հաջողվում է։ Հետո այդ հաղորդավարը հարցում ասում է, բայց ինչի հաց չեք ուտում այդ մարդու հետ։ Ասում է, որովհետև եթե ես իր հետ հաց ուտեմ, հետո էլ իրանից չեմ պահանջի։ Հետո իրան էլ չեմ կարող վիրավորել կամ իրան ասել, գիտես, գործը լավ չես արել, որովհետև այդ մարդը իմ ընկերը կդառնա։ Դրա համար ես հեռու եմ պահում մարկանց ինձանից եւ պահանջում եմ։ Շատ խելացի գործարար էր։ Որտեղ ասում եմ Հայաստանում եթե մեկի հետ մտերմանաս հաց ուտես, էլ վերջ, էլ ինքը քո ընկերն է։ Իսկ ընկերոջիցը չես կարա պահանջես, չես կարա ստիպես։ Եվ գիտեք, եթե ուզում ես մեկի հետ ընկերանամ, Աշոտի հետ ընկերանամ, պիտի մոտենամ այդ աստիճան, ձեռք սեղմեմ իրան։ Ահա սա է Աստծո հետ մտերմությունը, որ ես մոտիկանում եմ, երբ որ մոտիկանում եմ, դառնում եմ Աստծո մոտիկը, քույրեր եղբայրներ։ Ամեն։ Եվ Աստված էլ դառնում է իմ մոտիկը։ Լավ խոսքա չէ, այստեղ ասում են, էսի, էնի իմ մոտիկն է։ Ես էլ իր մոտիկն եմ։ Գայշնիկը կանգնացնում ասում, գիտես ես ով եմ։ Ես էսի չի մոտիկն եմ։ Հետո ասում եմ, այդ մոտիկի տանը կամ կնոջ անունը գիտես, մտքիցս գնաց։ Դա չի մտերմությունը Աստծո հետ։ Մենք պետք է նոր մտերմություն կառուցենք Տիրոջ հետ։ Մի նոր հարաբերություններ։ Եվ ինչպես մոտենանք Աստծուն։ Սա մեծ արտոնություն է։ Եվ այդ հարցը կարող է, գիտեք, մոտեցիր Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Այս հարցը կարող է օրինակ զինվորականի համար շատ կարեւոր լինել, երբ որ ինքը մոտենում է իր հրամանատարին։ Ինչպես մոտենամ իմ հրամանատարին։ Սա հուզմունք է առաջացնում։ Կամ օրինակ աշխատակիցը, որը պետք է իր շեֆին մոտենա։ Տեսել եք ոնց են աշխատակիցները մոտենում շեֆին։ Կարելի է։ Ոչ ոք ուրախ զվարթ բարելով չի գնում, չէ՞ իր շեֆի մոտ։ Բացի Ռուբինան, որ ասում է, պետք է իրակի գնամ եկեղեցի, չես կարա ինձ արգել ես։ Բայց մնացածը շատ խոնարհաբար, վախով, դուրը բացում ենք, թույլատվություն ենք հարցնում։ Բայց մեր Աստվածն այդպես ինչ է։ Իհարկե այնպեսին էլ չէ, որ ես պետքա դուրը ոտքով բացեմ, եթե ներս մտնեմ, պատկառանք պետքա լինի, բայց Եբրայեցիների 10:19-ն ասում է, ինչպես մոտենամ այդ Աստծուն, ասում է համարձակությամբ մոտենանք այդ Աստծուն։ Համարձակությամբ։ Ինչու՞։ Ես ինչ ռիսկ է։ Այս որտեղից։ Գիտեք, ոչ մի մարգարե չէր համարձակվում այդ ձև մոտենալ Աստծուն։ Ոչ մի քահանա չէր համարձակվում այդպես ռիսկով վարակույրի այն կողմը մտնել։ Ոչ մի Աստծո ծառա չուներ այդ համարձակությունը, որտեղից, ինչու են Եբրայեցիների թուղթը նոր կտակարան մեզ ասում է համարձակությամբ նրան մոտեցեք։ Ինչ տարբերություն 5 կտականի քահանայի, որ մտնում էր սրբարան եւ իմ, գիտեք, տարբերությունը շատ մեծ է։ Երկուսն էլ մոտենում էին Աստծուն, բայց մեկը մոտենում էր Աստծուն գառների, ոչխարների, նոխազների արյունով։ Իսկ ես մոտենում եմ նրան Աստծո որդու արյունով, մի արյուն, որը ծանոթ է նրան, որի գենետիկ կոդը ծանոթ է նրան, որի դենթեն ծանոթ է նրան, եւ այդ արյունն է ինձ համարձակություն տալի, Քրիստոսի արյունը, որով կարող եմ մուտք ունենալ, մոտենալ նրան, այդ արյունով սրբված եւ մաքրված համարձակություն ունենամ։ Հետո պիտի խոսեր այդ խոսքերը, ինչն է մեզ համարձակություն տալիս Աստծուն մոտենալու համար։ Առաջ Հովհաննես 4:17-ն ասում է Աստծո սերն է մեզ համարձակ դարձնում, որ ասում է դատաստանի օրը չենք վախենա։ Քրիստոսի արյունը, հետո առաջ Հովհաննես 3:21 ասում է եթե մեր սրտերը մեզ չհանդիմանեն, համարձակություն ունենք մոտենալու Աստծուն։ Այսինքն ներված լինելը մեզ համարձակ է դարձնում։ Ովքեր համարձակության խնդիր ունեն,
Օրինակ աշխարհում շատ անգամներ, չէ, անհամարցակ ենք եղել։ Ուզեցել ենք մոտենանք մեկին մի բան ասենք, մոտեցել ենք, որ ասենք, տես զվարճալի դրվագներ էլ կան, չէ, ֆիլմեր էլ կան, որ գնում են գործատուի մոտ ջղայնացած, ուզում են բուն տանեն, հետո այն մյուսն ասում ախր ես այդ համարձակություն չունեմ, այն մյուսն ասում ոչինչ, ես տես ինչ չեմ անելու նրան, հələ սպասեք, հեսա տեսեք, եւ քաջալերված գնում այ մյուսներն նայում են, ջղայնացած գնում ասում ինչքան մեզ պետք է աշխատացնես իր մտքում մտածում ես կռիվ անելու, ես խփելու ա նրան, հետո մոտենում ա իրան ասում օրինակ Աշոտ Մարգարիչ, ես ջղայնացած են ասում ասա Աշոտ Մարգարիչ դուք այնքան լավ տնօրեն եք, այնքան բարի անձնավորություն եք, եւ ինքն ընկնում ավելի գերության մեջ։ Եկ աշխարհի մեջ մենք այդպիսին ենք, մեր համարձակությունը չէր մոտենում մարդկանց մոտենալու ինչ-որ մի բան ասելու կամ մտերմանալու համար, բայց մեր Աստծո մոտ մենք կարող ենք համարձակ մոտենալ եւ դա մեր արժանիքը չի, դա մեր երախտիկը չի, դա խաչի վրա կատարած Հիսուսի շնորհիվ է, սիրելիներ, նրա զոհի շնորհիվ։ Ինչն է այդ բարեկամության արդյունքը։ Հոբ նորից գնանք այդ խոսքերը ասում է մտերմություն արա, բարեկամացիր Աստծո հետ եւ խաղաղություն կգործես, խաղաղություն կունենաս։ Հռոմեացիներ 5:1-ն է ասում. Հիսուս Քրիստոսի միջոցով խաղաղություն ձեռք բերեցինք Աստծո հետ։ Առանց այդ ապաշխարության ուրեմն չկա խաղաղություն։ Մենք պետք է ապաշխարության մոտենանք, խոնարհաբար մոտենանք, Քրիստոսի արյունով մաքրված մոտենանք եւ Աստված կմոտենա մեզ անպայման։ Գնանք վերադառնանք Հոբ նորից։ Հոբ 22-րդ գլուխ 21-րդ խոսք, 22-րդ խոսքը շարունակում է պատմությունը, ասում է, ինչ արա, ընդունիր նրա բերանից օրենքը եւ նրա խոսքերը դիր սրտիդ մեջ։ Ոնց բարեկամանամ նրա հետ, այն ինչ որ ինքը ասում է ընդունիր եւ սրտիդ մեջ դիր։ Որն է սրտի մեջ դնելը։ Անգիր սովորելը նրա խոսքերը, կրկնելը, սիրել այդ խոսքերը։ Սաղմոսն ասում է, երիտասարդը ինչով իր կյանքը սուրբ կանի, ինչով, եթե զգուշանա այդ խոսքից։ Հետո ասում է, ես քո խոսքերը սրտիս մեջ թաքցրեցի, որ չմեղանչեմ քո առաջ։ Այսինքն նրա խոսքերը ոչ միայն ես լսում եմ, այլև դնում եմ սրտիս մեջ, ուսումնասիրում եմ, կարդում եմ, ընդունում եմ այդ խոսքերը եւ արդյունքը դրա ինչ է լինելու, ինչ կտա ինձ Աստծո հետ բարեկամանալը, քույրեր, եղբայրներ։ 23-րդ խոսքն ասում է. եթե ամենակարողին դառնաս, կշինվես, եթե անօրինությունը հեռացնես քո վրանից։ Ահա Աստծուն մոտենալու այդ ճանապարհը Հակոբոսն էլ պիտի շարունակեր, չի ասում մոտեցեք Աստծուն, նա կմոտենա ձեզ, հետո ասում ոնց մոտենանք, սրբեք ձեր ձեռքերը, լացեք ձեր մեղքերի համար, ահա մոտենալու ճանապարհը, խոնարհվելը, ապաշխարելը, եւ այստեղ էլ ասում է, եթե վրանիդ միջից ինչը հանես, անօրինությունը դուրս հանես։ Ինչ վրանի մասն է խոսքը, էսի ուրեմն մեր մասին չի, մենք վրաներում էլ չենք ապրում, մենք կվարտիրայում ենք ապրում։ Պետրոսն ասում է, մի օր այդ վրանը մեր վրայից կառնվի եւ մենք կգնանք այս երկից, որն է այդ վրանը, մեր մարմինը եւ դրա տակ թաքնված անօրինությունները։ Հիշում եք մի հոգի իր վրանի մեջ ինչ թաքցրեց։ Ո՞վ է հիշում։ Երիտասարդները հաստատ կհիշեն։ Աքարը տարավ ոսկի լեզուն թաքցրեց իր վրանի տակ, վրան էլ նստեց։ Այդ եւ վերարկուն այո։ Եվ վրան նստեց, անօրինությունը ինչ եղավ իր հետ։ Նզովվեց, քարկոծվեց եւ սպանվեց։ Հիմա խոսքն ասում է, անօրինությունը հեռացրու քո վրանից։ Ամենակարողին եթե դառնաս կշինվես։ Հալելույա, ինչ լավ խոսք է։ Աստծո այդ մտերմությունը մեզ շինում է, մեզ կառուցում է, մեզ օրհնաբեր է դառնում մեզ համար։ Մինչև այդ մենք քարուքանդ ենք եղած, հետո գալիս են Տիրոջ մոտերը սկսում է հատ մեզ հավաքել, մեզ կառուցել, մեզ շինել եւ մենք դառնում ենք նրա շինածը։ Գիտեք, աշխարհում բազմաթիվ Մոնալիզայի նկարներ կան։ Գիտեք Մոնալիզան ով է, չէ՞։ Ով չգիտի, բոլորը գիտեն։ Բազմաթիվ նկարներ կան, բայց միայն մեկն է, որ անգին է, որ 100 միլիոնավոր դոլարներ արժի։
Ինչու մնացածը արժեք չունեն միայն այդ տարբերակն է այդքան թանկ, որովհետև այդ նկարի տակ ինչ է դրված, այդ հեղինակի ստորագրությունն է դրված, որը ասում է, որ սա օրիգինալն է, երբ որ Աստված սկսում է մեզ շինել այդ մտերմության հետևանքով, մեր կյանքի վրա իր ստորագրությունն է դնում, և մենք դառնում ենք նրա շեդևրը, նրա գլուխ գործոցը, շարունակենք լսել, ականջ տնել Հոբի ընկերոջ խորհուրդներին, և տեսեք ինչ քաղցր խոսքեր, ես ուղղակի հալվում եմ այս խոսքերից, ասում է և ոսկու կտորը դիր հողի վրա, ահա ինչպես եմ մտերմանում Աստծո հետ, այսինքն ինչ ես կառչել այդ քո հարստությունից, ինչ ես կպել այդ ոսկուց, դիր հողի վրա, ես մի բան եմ տեսնում, ոնց զանազան ենք Աստծո հետ մտերիմ մարդկանց, իրանց համար փողը արժեք չունի, իրանց համար նյութականը էական չի, իրանց համար իրանք շուտ են այդ մամոնային հրաժեշտ տվել, ուրացել և տիրոջն են ծառայում, և այստեղ էլ ասում է, դիր այդ ոսկու կտորը հողի վրա, ոփիրի ոսկին հեղեղատների քարի վրա դիր, լսել եք, չասում են տաշած քարը գետնին չի մնա, ուր մնաց ոսկու կտորը, տեսել եք ոսկու կտորը մեկը դնի քարի վրա ու տենց ամիսներ մնա այնտեղ իր համար, հետո հետ գա վերցնի, անկարելի է, կա մեկը, որ ոսկի է գտել գետնից, Աշոտ ջան ուշադիր նայ, տես ովքեր են, ասեք էլ չկա դրանք, և ոնց ենք ուրախացել, չէ, մեկն էլ կորցրել է, և ստեղ ասում է, բաց թող դրանք, էական չեն դրանք ես համար, բա ինչ կլինի իմ է դրանից հետո, 25-րդ խոսքն ասում է, այն ժամանակ ամենակարողը կլինի, այս ինչ ուժեղ խոսք ես, պետք է ձեր Աստվածած չերով նայեք, իմ դերեմքին մի նայեք, այն ժամանակ ամենակարողը կլինի քո ոսկու կտորը, հալելույա, ինչ ուժեղ խոսք, և քո փայլուն արծաթը, քո գանձը, քո հարստությունը ինքը կլինի այդ ժամանակ, երբ որ դու բաց թողես այդ նյութականը, որից դու կառչել ես, երբ որ դու բաց թողես այդ կորստական ոսկին, այդպես է ասում Պետրոս առաքյալը ոսկու մասին, կորստական ոսկ, ինչքան ոսկիներ են կորցրել, կամ էլ գրավատաներում է, մինչև հիմա չեն կարող հանենք, դա կորստական ոսկի է, բայց այն ոսկին, որ Աստծով ձեռքը բերենք, չի կորչի երբեք, ուրեմն ասում է քո ոսկու կտորը նա կլինի և փայլուն արծաթը, ովքեր տանը ոսկի և արծաթ չունեն, մխիթարանք, թող Աստված լինի մեր ոսկու կտորը, քույրեր, եղբայրներ, մխիթարվեք, Հովհաննեսն էլ ու Պետրոսն էլ ոսկի և արծաթ չունեին, բայց այնպիսի բան ունեին, որ ոչ մի հիվանդանոցում չկար, ոչ մի դեղատներում չկար, Աստված դառնում է մեր ոսկու կտորը և մեր փայլուն արծաթը, ինչ հրաշալի խոսքեր են սրանք, որովհետև այն ժամանակ ամենակարողով կցնծաս և երեսդ կբարձրացնես դեպի Աստված, ահա մտերմության հետևանքը, այդ ոսկու կտորը ինչ չի ուրախացնի, սերներ պատկասեք դեպրեսիայի ժամանակ, նևրոզի ժամանակ, գնա ոսկու կտորը դիր աչքերիդ առաջ և ուրախացիր, չի օգնի ձեզ դա, Գցեք չայի մեջ ու ոսկով խմեք այդ չայը, չի օգնի ձեզ դա, ոչ մի ոսկի և արծաթ մեզ չի ազատի առհավիրքներից, հիվանդություններից, բայց երբ որ Տերը դառնա մեր ոսկու կտորը, ասում է այն ժամանակ ամենակարողով կցնծաս, ալելույա, այդ ինչի համար ես տենց ուրախացել ախր, ոչ ոսկի ունես, ոչ արծաթ ունես, ես անհավատների համար աբսուրդ են ես հավատացյալներ, դրա համար մեզ ասում են գժվել են սրանք, այդ ինչի վրա եք տենց ուրախանում, այդ ինչ են ձեզ ընդեղ կիրակի օրը բաժանում, որ տենց ապար, թապար ելնում գնում եք մարդու կնիկ, ամեն կիրակի առավոտները, այո բաժանում են, ինչ են բաժանում, Աստծո սեր, Աստծո քաղցրություն, Տիրոջ օրհնությունները ու հարստությունները, ամեն, որը աշխարհում ձեռք բերել չի լինի, որը Facebook-ը քեզ երբեք չի տա, YouTube-ում չգտնես այդ բանը, չի լինի, ուղիղ եթերով ես նայում ինձ քույրս եղբայրս, լավ ես անում, բայց ես քեզ կոչ կանեմ նաև եկեղեցի գնա սուրբերի հետ հաղորդակցվես, այդ է իսկական կյանքը, եկեղեցու կյանքը, և Աստված ասում է դառնում է քո ցնծությունը, երեսդ կբարձրացնես դեպի Աստված, դու նրան կաղաչես և նա քեզ կլսի և քո ուխտերը կկատարես, ալելույա, ահա ցնծության պատճառ, գիտեք շատ անգամ նկատել ենք, չէ, Աստծուց մի բան ես խնդրում, Տերն անում է դա, բայց հետո ինչ է լինում,
Դու այդքան չես ուրախանում, որ Աստված տվեց սրտիդ ուզածը, այլ որքան ուրախանում ես, որ նա լսեց։ Որ նա լսեց։ Սա աննկարագրելի ուրախություն է։ Անկամ մոռանում ես քեզ ինչա տվել ինքը, եւ իրանով ես սկսում տարվել։ Ես երբեք չեմ մոռանա մի անգամ նախանցած տարի էր արդեն, ձմռանն էր, խանութում էի, շատ ուղղակի ես կենցաղային մի դիպված է, հատուկ ինքը հոգևոր բան չի այս պատմությունը։ Կարակ չլսեք էլ, բայց մեկը պատմելու եմ։ Եվ երբ որ սուպերմարկետում կանգնած էի, նայում էի, առևտուրն արել ենք նոր տարվա եւ մի հատ տղամարդիկ լավ գիտեն, լասյոն պոսլի բրիցա, ադիկալոնա ինչին ասում, չէ։ Եվ նայեցի, հետո նայեցի իր գինը, հոտ քաշեցի դուր շատ եկավ, հետո նայեցի իմ գրպանի պարունակությունից, չէ, փողոց չի հերիքում ու տեղը դրեցի։ Անցնում է մեկ օր, եւ մեր տուն գալիս են մոտ 40 երիտասարդներ, եւ նաեւ Գևորգ եղբայրն է գալիս մեր տուն։ Եվ իրանց նվերներն են բերել, իրանց օրհնությունը, ես էլ իմ նվերներն էի պատրաստել իրանց համար, եւ Գևորգ եղբայրը հանում է ինձ ինչա նվիրում։ Այո։ Հավատացեք, հենց ճիշտ նույն անունով, հենց նույնը։ Գերքը մինչև հիմա չի իմանում, ես նոր եմ իմանում այս մասին։ Եվ պատկերացրեք, ես չվերցեցի այդ լասյոնը պաչեցի, ասում, վայ, ես ինչ լավն ես իմ երազանքն է։ Հավատացեք, Գևորգ ջան, չնեղանաս, բայց չեմ էլ այդքան օգտագործում, մինչև հիմա դեռ դրած է, որովհետև ես տարվա Աստծով ասի, փառք ես Տեր, դու այդքան ուշադիր ես իմ նկատմամբ փախար։ Ես գիտեի դու մենակ հոգևոր հարցներում ես տենց ուշադիր, բայց այդ կենցաղային հարցը դրա համար էլ որ այդ տենց բաներ ալնում, էլ ամաչում եմ, էլ չեմ տենց բաներ անում, որովհետև գիտեմ կտեսնի էլի Գևորգի ուղարկի մեր տուն։ Դրա համար չեմ ուզում Գևորգին նեղություն տամ։ Գիտեք, երբ որ դու մեկ այդ մտերմություն ես անում, գիտեք, արտակ եղբորը ես կարող եմ առերես ընկերություն անել, ես կարող եմ տեսնել ոնց է ինքը փայլում, ոնց է մեզ փայլացնում փառաբանության ժամանակ, միշտ ուրախ է ինքը, չես, ուզում ես կերկես, պոնչո անես իրան, ասենց հավես է ինքը շատ։ Բայց միջև չգնաս արտակ եղբոր տուն, դու իր կարիքը չես տեսնի։ Միջև չմտերմանաս այն աստիճան, որ արտակն ասի, արի այսօր իմ տուն։ Նստի մի հատ լսի ես ինչերով եմ ասում, ինչ նեղություններով եմ ասում։ Մարդիկ մտածում են արտակ եղբայրը, կարող եմ ասեմ արտակ ջան, թե չեմ կարող ասեմ։ Որ մեկ ասա։ Մարդիկ մտածում են, ես ես ականջս ուղղակի հասավ ասում են, թե արտակ ամենակիչը մի 1000-անոց տղա է, ամեն ամիս մի $1000 կունենայինք, էլի։ Ինչու են տես մտածում, որովհետև տեսնում են այս մարդ միշտ ուրախ է, միշտ ցնծում է, բայց չեն մտածում, որ կարող անցած ամսը վարձ ինքը դժվարությամբ է փակել։ Ես արտակին ասում եմ, արտակ ջան, թող քեզ լինի իրանց հավատքի պես։ Ինչու են այդպես մտածում, որովհետև քո տուն չեն մտել, որովհետև քո կարիքը չգիտեն, որովհետև մտերիմ չեն քեզ։ Ոնց անեմ, որ Աստված իմ կարիքը տեսնի եւ հոգա, ես պիտի մոտենամ նրան։ Ես պիտի թույլ տամ, որ ինքը իմ տուն գա։ Գիտեք, Հիսուսը եթե պատկասեք Զաքեոսի ծառի վրա խոսար ուղակի։ Ասես Զաքե ջան, հենց դա մնա, ինչ կա Զաքե ջան, կյանքը լավ բան է, չէ՞ Զաքե ջան, խնդիրներ էլ կան, դժվարություն, բայց փող էլ կա, հա, դե ես գնացի Զաքե ջան, հաջողություն։ Ինչ ասեց Զաքեոսին։ Այսօր քո տուն եմ գալու։ Ուզում եմ տուն մտնեմ։ Երբ որ Աստված Աբրահամի տուն գնաց, մի հարց տվեց, ասեց՝ «Ուր է Սառան»։ Եվ ինչու Սառան ծիծաղեց, չէ՞։ Այսինքն ի կնոջով սկսեց հետարքել, բա ուր է կինդ, որտեղ է, խնդիր ունես, կարիք ունես, բեր, ես այդ հարցը պիտի լուծեմ, ուրեմն սա է մտերմություն, ահա մտերմության արդյունքները, ամենակարողով կցնծաս, նա կդառնա քո ոսկու կտորը, եւ փայլուն արծաթը կշինվես, երեսդ կբարձրանա, կաղաչես, նա քեզ կլսի, ուխտերդ կկատարես, հետո ասում է դիտավորություն կունենաս։ Մեկ այլ թարգմանության մեջ գրված է, ինչ է գրված, շողիկ թարգմանության մեջ, ասում է մտադրություններ, ոչ թե դիտավորություն վատ իմաստով, այլ լավ իմաստով, ծրագրեր կունենաս, ինչ-որ բան կնախատեսես, այսինքն ինչ-որ բան կծրագրես կյանքիդ համար և կհաջողվի քեզ համար, և քո ճանապարհների վրա լույս կծագի, ահա մտերմության արդյունքը, ինչ որ ասում է կմտադրվես, կհաջողվես, Սաղմոս առաջինը հիշեք, ինչ որ ասում այս մարդն անում է, հաջողվում է, երբ որ մեկին ցածրացնեն, այն ժամանակ դու կասես բարձրություն,
Ինչ կլինի այդ մարդու հետ, ասում նա կազատվի, պատկերացրա այդ մարդը, Աստծո այդ մտերիմ մարդը, ինչքան է քեզ բարձրացնում, եղել է ժամանակ, որ դու Աստծո այդ մտերիմ մարդու հետ հաղորդակցվես, ու ինչ է ալնում քո հետ, դու աճում ես, դու բարձրանում ես, ասում է, այդ մարդը տեսնում է մեկին, որ ցածրացրել են, ինքը ընդհանրապես մի հատ բառ ասում է բարձրացիր, աճիր, եւ այդ մարդը ազատվում է, իր խոսքը արժեք է ձեռք բերում, իշխանություն է գալիս, եւ նա կազատի անմեղ չեղողին էլ, եւ նա կազատվի քո ձեռքերի մաքրությունով, սրբեք ձեր, ինչ ասում է Հակոբոսը 4 գլխի մեջ, ահա Աստվածում հետ է մտերմանում, Սաղմոսն ասում է, ով կբարձրանա Տիրոջ լեռը, ով կկենա նրա ներկայության մեջ, նա մաքուր է սրտով, իր շուրթերով, իր ձեռքերով, չէ, իր աչքերով, ահա Աստծո այդ մտերմության արդյունքները մեր կյանքի մեջ։ Գիտեք, կարելի է անverջ խոսալ սրա մասին, կարելի է գրքեր կարդալ սրա մասին, բայց կարելի է, որ դրա հետևանքով հեչ էլ չմտերմանանք Աստծո հետ։ Ես ուզում եմ այսօր կոչ անեմ խորացնենք մեր հարաբերությունները Տիրոջ հետ։ Որքան այս օրերը գնալով չարանում են, այս աշխարհը պղծվում է, այնքան ավելին ես պիտի Տիրոջ հետ խորասուզվեմ։ Վերջին օրերում ասվում է, պիղծը թող ավելի պղծվի, ասում է խոսքը, բայց Սուրբը թող ավելի սրբվի։ Եվ վստահ եմ շարունակություն կա, ավելի մոտեցեք ինձ, իմ երեխեք, իմ զավակներ, հիշում եք Հիսուսի լացը, Երուսաղեմ, Երուսաղեմ, ինչքան ուզեցա ձեզ իմ թևերի տակ հավաքեմ, չկամեցաք ու ցիրուցան եղաք։ Այսօր Աստված հավաքում է իր զավակներին, քույրեր, եղբայրներ, հավաքում է, որպեսզի տանի այն ինչ որ իրենն է։ Գիտեք, ինչ որ մեկը կարող է կանգնի եւ ասի, ես չեմ հավատում, որ այսօր ամսի քանիսն է, 26-ը, մեկը կարող է ասի, ես չեմ հավատում, որ 2 օրից 3 օրից գարուն կգա։ Մարդուն կարող ես ասել, դու տենց անհավատ էլ մնա, միևնույն է, մարտի 1-ին գարունը գալիս է։ Նմանապես աշխարհի մեջ մարդիկ կարող են ասել, չեմ հավատում, որ նա գալու է։ Դու տենց էլ մնա քո անհավատության մեջ։ Միևնույնն է, օրը արդեն որոշված է։ Իմ Հիսուսը գալիս է, որ տանի այն ինչ իրենն է պատկանում։ Դրա համար ես պետք է մտերմանամ նրա հետ, ընդունեմ նրա խոսքը, բարիք կգա ինձ համար, ասում է։ Ես վերջում ուզում եմ ձեզ հորդորեմ, իհարկե սա մեկ այլ քարոզի թեմա է, բայց արագ եմ փոխանցելու։ 6 ճանապարհ, 6 քայլ, ինչպես փչացնել հարաբերությունները Աստծո հետ։ Այդ չեմ սովորացնում ձեզ, ուղղակի զգուշացնում եմ։ 6 քայլ, ոնց փչացնեմ իմ հարաբերությունները։ Առաջինը, վերաբերվեմ Աստծուն այնպես, ասես նա դրախտի տոմս է։ Ուղղակի, այնքան որ երաշխիք ունենամ, որ կփրկվեմ, այդքանն ինձ հերիք է։ Էլ չեմ ուզում խորանամ։ Հենց դրանով դու կփչացնես քո հարաբերությունը նրա հետ։ Երկրորդ, աղոթեմ միայն այն ժամանակ, երբ որ ինձ մի բան պետք է։ Որտեվ Աստված մեր մատուցողը չի, որ մենք ասենք, ես եմ ուզում բեր, այն եմ ուզում բեր։ Աղոթքը դա միայն խնդրանք չի, աղոթքը վայելք է, հաղորդակցություն է, փառաբանություն է, պաշտամունք է, մեկացում է նրա հետ։ Դա նկարագրելի մի բան է։ Երրորդ, ոնց փչացնեմ իմ հարաբերությունը։ Կարդամ Աստվածաշունչը միայն այն ժամանակ, երբ ինձ հիշեցնում են։ Եվ մեկը կամ սեդան SMS է գրում, ասում այսօր բոլորս Աստվածաշունչ են կարդում։ Ուղղակի մենակ այդ ժամանակ դու չես մտերմանա Տիրոջ հետ նման դեպքում։ Չորրորդ, փառաբանել Աստծուն կիրակից կիրակի։ Այդ մարդը չի կարող Աստծո ընկերը կոչվել, նա ուղղակի կփչացնի հարաբերությունները։ Հինգերորդ, տալ կամ զոհաբերել միայն այն ժամանակ, երբ հույս ունես փոխադարձ մի բան ստանալու։ Մարդիկ երբեմն ոգևորվում են, քարոզիչներ, ես նման բան չեմ քարոզում, թեպետ ճշմարտություն կա դրա մեջ, բայց ասում են տվեք, որ 100 ապատիկը ստանաք։ Եվ մարդ մտածում է, հա, եթե 1000 դրամ տամ, 100,000, վաճի, հիմա տամ։ Երեք մենք չենք տալիս ակնկալելով։ Մենք ուղղակի տալիս ենք, որտեղ մեր Աստված տվել է առատորեն մեզ։ Եվ մենք շռայլորեն նրան զոհաբերում ենք, նվիրվում ենք ամեն ինչով։ Եվ 6-րդը, կոչել քեզ հավատացյալ կամ քրիստոնյա, միայն այն ժամանակ, երբ դա քեզ շահավետ է։
լինում է, չէ՞։ Օրինակ նորից այդ գայշտիկը կանգնացնում է, ախպեր ջան, ես հավատացյալ մարդ եմ, ուսուտ չեմ ասի։ Այդ դեպքում քեզ ձեռա տալի, չէ՞ հավատացյալ կոչվելը։ Բայց երբ որ աշխատավայրում տնօրենը կանչում է եւ ասում է, թե դու հավատացյալ ես, դու ստե չես աշխատի, եւ դու ասում ես, ես հավատացյալ չեմ, ես գործ չունեմ իրանց հետ։ Դու կփչացնես հարաբերություններդ Աստծո հետ։ Եթե կոչվես հավատացյալ միայն այն ժամանակ, երբ որ քեզ ձեռքա տալիս դա։ Եվ վերջում կուզենամ Սաղմոս 25-ով ավարտենք։ 14-րդ խոսքն ասում է. Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որ վախենում են նրանից, եւ իր ուխտը սովորեցնում է նրանց։ Դեք մենք այնքան բաներից ենք վախենում, հիմար բաներից։ Անհավատ մարդը էլ տառականից կվախենա, արժնետից կվախենա, բայց Տիրոջից չի վախենա։ Ես նկատել եմ, որ մարդիկ վախենում են փոքր միջատից, բայց մխիթար եղբայր շնություն գործելուց չեն վախենում։ Այդ փոքր միջատից կվախենա ինքը, բայց հարբեցողությունից չի վախենա, որտեղ Աստծո վախ չունի իր սրտի մեջ։ Համար Տիրոջ խոսքն ասում է, Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որ վախենում է նրանից եւ իր ուխտը սովորեցնում է նրանց։ Իմ աչքերը միշտ դեպի Տերն են, որտեղ նա կհանի իմ ոտքերը որոգայթից։ Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մենակ եւ խեղճ եմ ես։ Սրտիս նեղությունները շատ են, հանիր ինձ իմ վշտերից, մտիկ արա իմ խեղճությանը եւ իմ ցավին եւ ներիր իմ ամեն մեղքերը։ Ահա Աստծո խոսքը, Աստծո խոստումը։ Եվ 22-րդ խոսքը վերջում ասում է, ով Աստված փրկիր Իսրայելին իր ամեն նեղություններից։ Ահա մտերիմ մարդը ինչ կարա խնդրի Տիրոջից։ Կանգնենք Տիրոջ առաջ սիրելիներ, համարձակությամբ, բայց նաեւ խոնարհաբար։ Քաջաբար մոտենանք, բայց նաև երկյուղով։ Գիտեք, մի բան ասեմ ձեզ, այո, Քրիստոսի արյունը մեզ համարձակություն է տալիս, այդպես է, հա, համարձակություն է տալիս։ Եվ օրինակը ձեզ բերեցի, որտեղ մեր ամանի մեջ գառան, սովորական գառան արյուն չի, կենթանու արյուն չի, Աստծո որդու արյունն է։ Բայց պատկերացրեք ձեռքը տան մեկի արյունը եւ ասեն, այս արյունով գնա, որ այս գործն անես։ Դու խով արա այդ գործը։ Դու կունենաս ինչ որ ուզենաս։ Գնա հիվանդանոց ու քեզ ընթառաշ կգնան։ Գիտեք, մենք կիմանանք, գիտենք համարձակությունն ենք, բայց երբ որ գիտեմ, որ իմ ձեռքերում մեկի արյունն է, ես նաև երկյուղում եմ, ես նաև վախենում եմ, չէ՞։ Դրա համար այդպես եմ մոտենում իմ Աստծուն, խոնարհաբար։ Երկյուղով, որ այդ արյունը իմը չի, այդ արյունը Հիսուսի արյունն է, որ թափվել է ինձ համար, որ մտերմանամ իմ հոր հետ։ Խոնարհեցնենք մեր գլուխները Տիրոջ առաջ։ Եթե դու այսօր զգում ես այդ խորը կարիքը, եթե զգում ես, որ կանգնած ես բանկրոտի առաջ ու քո հոգևորությունը քեզ ոչ միտեղ չի տարել ու քո ներսում մի խորը անդունդ կա, որը ոչինչով չի լցվում, դատարկություն կա, որը ոչինչով չի փարատվում, կարոտ կա, որը ոչ մի բանով չի կարողանում փարատվել, դա նրա տեղն է։ Դա նրա համար է, որ դու պետք է մտերմանաս նրա հետ, բարեկամացիր, ասաց Հոբի ընկերը, բարեկամացիր, դրա համար Հոբը պիտի կոչվեր Աստծո բարեկամ, բարեկամացիր նրա հետ եւ խաղաղություն գործիր, դրանով բարիք կգա քեզ մոտ, բարիք։ Աստված իր բարեկամներին է բարիք տալիս, Աստված իր բարեկամներին է օրհնում, Աստված իր բարեկամներին է փրկում, դրա համար բարեկամացիր նրա հետ, ընդունի նրա բերանից օրենքը եւ նրա խոսքերը դիր սրտիդ մեջ։ Եթե ամենակարողին դառնաս կշինվես, եթե անօրենությունը հեռացնես քո վրանից եւ ոսկու կտորը դիր հողի վրա, ոփիրի ոսկին հեղեղատների քարերի վրա, այն ժամանակ ամենակարողը կլինի քո ոսկու կտորը եւ քո փայլուն արծաթը, որովհետեւ այն ժամանակ ամենակարողով կցնծաս եւ երեսդ կբարձրացնես դեպի Աստված
Դու նրան կաղաչես եւ նա կլսի քեզ եւ քո ուխտերը կկատարես եւ դիտավորություն կունենաս, կհաջողվի քեզ համար եւ քո ճանապարհների վրա լույս կծագի։ Թող հիմա Տիրոջ լույսը սկսի ծագել մեզ վրա։ Գիտեք, այս խոսքը վերացական չի, մոտեցեք եւ նա կմոտենա ձեզ, այս խոսքը իրական է, իրական։ Եվ նա հիմա պատրաստ է մոտենալ քեզ, քույրս, եղբայրս։ Ես կուզենամ մի պահ ուղղակի կտրվիր քո իրականությունից, փակիր աչքերդ։ Փակիր աչքերդ։ Կենտրոնացիր նրա վրա։ Նա հայր է։ Նա ունի սիրտ, նա ունի հոգի, նա ունի ճիկյար, նա ունի կարոտ։ Եվ նա ուզում է, նա սպասում է քո քայլին, քո մոտիկությանը։ Կուզենամ, որ քայլ անես հիմա դեպի նա։ Քո ապաշխարությունով, քո խոստովանությունով, որ ասա Տեր ներիր ինձ, կներես, որ այս աշխարհի թոհու բոհի մեջ կորցրել եմ քեզ, կորցրել եմ մտերմությունդ, խլացրել եմ ձայնդ, որ թույլ չեմ տվել, որ դու մոտենաս ինձ, Տեր ներիր, որ իմ այս հոգսաշատ առօրյան փշերի պես խեղդել է իմ ներսը, քո ձայնն ու քո ներկայությունը։ Խնդրում եմ քեզ, Տեր, մի նեղացիր ինձանից, արի մոտեցիր, մի հեռացիր ինձանից, որովհետև առանց քեզ կյանք չունեմ։ Ահա իմ ապաշխարությունով մոտենում եմ քեզ, ահա իմ խոստովանությունով մոտենում եմ քեզ։ Այո, ձեռքերս Տեր անմաքուր են եղել, մաքրիր, շուրթերս անմաքուր են եղել, մաքրիր, գառան արյուն կա ինձ վրա, Հիսուսի արյունն է, դրա համար եմ մոտենում քեզ։ Ու գիտեմ դու ինչ չես զարգի, գիտեմ դու ինչ չես սպանի, ինչպես հին կտակարանում, երբ որ մեկը մոտենում էր Սինա լեռանը, երբ որ մեկը անպատրաստ մտնում էր վարագույրի այն կողմը, զարկվում էր, դու ինչ չես զարգի, որովհետև իմ տեղը արդեն Հիսուսը զարգվեց։ Դրա համար ես մոտենում եմ քեզ, քայլ առ քայլ, մի փախիր Աստծուց, քույրս, եղբայրս, մի փախիր նրանից, մի թշնամացրու Աստծուն քեզ հետ, մի ձեռքբեր նոր հակառակորդ հանձինս Աստծո, պետք չի դա, հետ արի, հաշտվիր նրա հետ, խռով մի եղիր նրանից, մի կոտրի նրա սիրտը, մի վիրավորի նրա արժանապատվությունը, նրա զգացումները, նա շատ նուրբ Աստված է, նրա հոգին շատ հեզ հոգի է, շատ անուշ ու քաղցր հոգի է և շատ փխրուն հոգի է։ Եպես ասն է թուղթն ասում է մի տրտմեցրեք Աստծո հոգուն։ Արի Հիսուս, արի ով Տեր, ես վերադառնում եմ քո գիրկը, ես վերադառնում եմ դեպի քեզ, Ո Հիսուս, ինձ մոտ արի, ինձ մոտ արի, ինձ մոտ արի, կարող եմ մեղմ երգի միջոցով ասել, ով Հիսուս, ինձ մոտ արի, ես էլ քեզ եմ մոտենում եմ քեզ Տեր, Հիսուս, 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 բացենք մեր սրտերը նրա առաջ, վերականգնիր, քո կորցրած աղոթքից սենյակը վերադարձիր, քո խռոված վիճակից դուրս արի, մի մեղադրիր Աստծուն, քո դժվարությունների ու դժբախտությունների համար, հետ արի, որ շինվես, որ բարիք գտնես, որ նա դառնա քո ոսկու կտորը, որ նա դառնա քո ուրախությունը, որ ամենակարողով ցնցաս։ Ո Հիսուս, մոտ արի, Եթե զգում ես, որ պետք է վերականգնես հարաբերությունները Տիրոջ հետ, արի առաջ, մի ամաչ, մի վախեց, ես էլ կկանգնեմ քո կողքի, մի ամաչ, ցույց տուր քո անձը, մատնիր, հայտնիր քո անձը, որտեղ քո կարիքն ունեն, ուզում եմ նորոգեմ իմ հարաբերությունները քեզ հետ, արի ուզում եմ գաս այս բեմի տակ խոնարհվես, հայրենես նրա ներկայությունը, նա այստեղ, նա բեմի մոտ